Մնացինք կան մարդիկ, ովքեր որ կազմային աշխատել չեն հասկանում, որ կարող է ինչ-որ դատական պրոցեսների միջով են անցնում կամ խոսքի ունենք ինչ-որ ծանր դեպք կա պատահում գործում մարդ կարող գործն իր ամենահարասատ, ամենասիրելի մարդուն, որի նրա կյանքը կարող է լինել, այսպես ասենք, եւ չի հասկանում պատճառն ինչ է, ցանկանում է այդ հարցը պատասխանը գտնել։ Եկեք հարցունենք, այսպես հարցը ուղղում եք այն իրադարձությունները, որոնք որ ձեզ դուր չեն գալիս, բայց դրանք կատարվում են շարունակելի է ձեր կյանքում, կարմիչսկի, հա։ Հարց ուղղեք, ինչի հետ դա կապ ունի, պատճառը, բուն, իմաստը, եւ ես անցնում եմ կանխատեսման։ Տեսնենք պատճառը որն է այն ամենը, որ դուք այսօր անցնում եք ճակատագրի վերումով այդ ցավոտ իրադարձությունների միջով։ Պատճառը ինչ-որ մեկ են բավականին ցավացնելը, որը միգուցե դուք ձեր ջանի վրա չէիք զգացել, տեսնում եք, թե այդ մարդը ինչ է զգացել իր ջանի վրա, մարմնի վրա, բավականին ցավոտ դավաճանությունների հետ է կապված, մարդուն ցավացնելու հետ է կապված, բառերի հետ է կապված, հա։ Տեսնենք 7-ն է։ Տեսնում եք ինքն իրան ընկա։ Սա կապ ունի, եթե ձեզ մոտ ինչ-որ բան առաջ էր գնում, այստեղ ձեզ կանգնացրել են, հա, վերին ուժերը, նրանք դա ճիշտ հարմար գտնելով եւ դուք պետք է անցնեք այդ ցավի միջով։ Այստեղ են ասում, հա, դուք պետք է հագնեք մարդու կոշիկը իր անցած ճանապարհը, որպեսզի հասկանայիք նոր այդպիսի քայլեր մտածեիք, արդյոք կարելի է անել, թե ոչ։ Տեսնենք ինչն է պատճառը այն ցավի միջով, իրադարձությունների միջով, որով որ դուք անցնում եք, կարմիչսկի 18 թվի հետ կապ ունի։ Մնացածը դուք հասկացեք։ Աղանդավոր ինչ-որ անձի հետ կապված, դա պետք է լիներ ձեր կյանքում։ Կարմիչսկի է եկել 8 թիվը այստեղ տեսնում եք։ Մարդը հենց այնպես չի միգուցե հայտնվել ձեր կյանքում, որպեսզի ձեզ դաս տա, որտեղ որ սուտ կա, հա, դա ավիրվում է, ինքներդ եք տեսնում, որտեղ կա կուլիսային խաղեր, դա ավիրվում է, եւ եթե ինչ-որ հարցերում դուք պրծել եք, մտածում եք կարմիչսկի պատասխան չլինելու, լինելու է, այն էլ ոնց է լինելու, ինչի միջով հիմա դուք անցնում եք։ Խորհուրդ ձեզ, տեսնեք իսկ ինչ խորհուրդ են տալիս ձեզ վերին ուժերը եւ տալու քարտերը։ Այն ինչ դուք չեք ուզում տեսնել, ձեր գլուխը մտցրել եք հողի մեջ եւ չեք ցանկանում իրականությանը հավատալ։ Դա իրականում այդպես է։ Պետք է աչքերը բացել, իրականությանը նայել, ռեալիստ լինել, հասկանալ դա, ընդունել։ Եթե մտածել եք անձը դա չի տեսնում, վերին ուժերը դա չեն տեսնում։ Եվ սրանից հետո պետք չէ հիմար քայլեր անել, որից հետո դուք կարող եք դժվել։ Հիմարի քարտն է, այսքան։